Ողջուններս բոլորիդ իմ սիրելի on-line ժողովուրդ, իմ սիրելի ժողովուրդ, այսօր ուզում եմ խոսքը սկսել մի հրաշալի գեղեցիկ տողերից, որ ընդհանրապես արձանագրվել է, մարգարեացվել է Հիսուս Քրիստոսի համար, բայց մենք հասկանում ենք, որ սկսած Հիսուս Քրիստոսից նա առաջնեկն էր եւ նրանից սկսած այս խոսքը նաեւ մեր մեջ պիտի տեղ գտնի։ Եվ այստեղ ասում է այսպես. Պատարագի եւ ընծայի չհավանեցիր, բայց ականջներս բաց արիր, ողջակեզ ու մեղքի համար պատարակ չպահանջեցիր, ապա ասեցի, ահա ես գալիս եմ, գրքի տոմսումը գրված է ինձ համար, քո կամքը կատարել կամեցա ով Աստվածս եւ քո օրենքն իմ սրտի մեջ է։ Ես արտարություն եմ քարոզում մեջ ժողովրդի մեջ, ահա իմ շրթունքները չեմ արկելում Տեր, դու գիտես։ Քո աշտարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ, քո ճշմարտությունը, փրկությունը պատմեցի, քո ողորմությունը ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։ Ես ինչու այս տողերը կարտացի սիրելիս, այսօր քիչ թե շատ մեր խոսքն է, քանի որ վերնագրված է այն խոսքը, կատարիր խոստացած ուխտերդ, եւ ուզում եմ ասել, որ դեռ Հիսուս Քրիստոս ընդհանրապես երկիր չէր եկել, աշխարհ չէր եկել, նրա համար Դավիթ թագավորը մարգարեական գրել էր այս 40-րդ Սաղմոսի մեջ, թե Հիսուս Քրիստոսը պիտի գար, քանի որ գրքի տոմսումը նրա մասին գրված էր, պիտի գար, որպեսզի կարողանար կատարել նա իր Աստծո, իր Հայր Աստծո կամքը, եւ որքան նաեւ կարեւոր է մեզ համար կատարել Հայր Աստծո կամքը, եւ քանի որ խոսքն էլի ինքը այսօր կատարիր խոստացած ուխտերդ, որը որ շատ կարևոր է, երբ որ մարդը ինքը Աստծո առաջ ուխտ ունի, եթե մարդը ուխտում է ինքը իրեն Աստծուն, ապա այն նաև պիտի կարողանա կատարել, բայց մինչդեռ որ մենք կանցնենք խոսքի սիրելիներ, ես ուզում եմ փառաբանել Տիրոջս։ Աշխարհի համար
բնակողնը Ցնծացեք Հիսուսի տանյված ավակնը Ցնծա երկիր և քո մեջ բնակողնը Ցնծացեք Հիսուսի տանջված կառնուկնը Ցնծալով երգեցեք գնում եք հավը մեր ետևում մնաց դժոխնար հավը Ցնծալով երգեցեք գնում եք հավը մեր ետևում մնաց դժոխնար հավը Ցնծա հոգիս ցնծա Հիսուսն է գալիս բայց ամբարիշները դարձի չեն գալիս Ցնծա հոգիս ցնծա Հիսուսն է գալիս բայց ամբարիշները դարձի չեն գալիս կխնդրեն լեռների ընկեք մեզ վրա բարկության այն ժամին ով կդիմանա կխնդրեն լեռների ընկեք մեզ վրա բարկության այն ժամին ով կդիմանա Ցնծա հոգիս ցնծա Հիսուսն է գալիս բայց ամբարիշները դարձի չեն գալիս Գիտեք թե իմ ում եմ ես շատ սիրում Դու գիտեք թե հիմա ում եմ ես կարոտում Ես ունեմ Հիսուս մեծ բրկիչ ինձ համար Եվ հոգով պատրաստ կյանքս տալու նրա Ես ունեմ Հիսուս մեծ բրկիչ ինձ համար Եվ հոգով պատրաստ կյանքս տալու նրա Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ ինձ վարը թվիտա խնդրում եմ ողորմիր Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ ինձ վարը թվիտա խնդրում եմ ողորմիր Թողնեմ ես բոլոր աշխարհի գործերը իմ առջև ածվել է հոգևոր դռները ով փնտրի կգտնի թե հոգու ցանկանա թակողին գվածի թե սրտով
Տեր Հիսուս, Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ, ինձ լարը թևիտա, խնդրում եմ ողորմիր, Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ, ինձ լարը թևիտա, խնդրում եմ ողորմիր, Ուրել որը մենք լինենք, Տերը մեզ կտեսնի, ինչ էլ որը մենք խոսենք, Հիսուսը կլսի, իսկ եթե սխալվենք ու շեղվենք իր ճամփից, հավատքով աղոթենք, ներում կապարգևի, իսկ եթե սխալվենք ու շեղվենք իր ճամփից, հավատքով աղոթենք, ներում կապարգևի, Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ, մեզ լարը թևիտա, խնդրում եմ ողորմիր, Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ, մեզ լարը թևիտա, խնդրում եմ Այո, սիրելիներ, Աստծո ողորմությունն է, Աստծո երկայնամտությունն է մեզ պահում, իմացած եղիր մարդ արարած, եթե Աստված չլիներ երկայնամիտ քո հանդեպ, եթե չլիներ ողորմած իմ հանդեպ, ապա մենք այսօր շուտ ենք ոչնչացվել ընկել ենք Սոդոմի և Գոմորի օրը կամ թե առաջին աշխարհի օրը։ Աստված ինչու են ասում, գթած է, Աստված ողորմած է, Աստված հավատարիմ է։ Կատարիր ուխտերդ և մինչդեռ որ կսկսեմ խոսքը, ժողովողն եմ կարդում 5:1-ը։ Այսպես է գրված այստեղ մի շատ կարևոր բան։ Զգույշ եղիր ոտքիդ համար, երբ որ գնաս Աստծո տունը և մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցանելու հիմարների զոհը, որովհետև դրանք չգիտեն, որ չարություն են անում, ովքեր են դրանք մարդիկ։ Ընդհանրապես ինչու է մեզ Աստվածաշունչը զգուշացնում, եթե գնում ես խոսքը լսելու, ապա ոտքերիդ ուշադիր եղիր, ապա ընդհանրապես ուշադիր եղիր, թե դու ինչի համար ես գնում։ Ինչն է քեզ դրտում գնալ այդ վայրը, ինչն է քեզ դրտում, ուղղակի քեզ դրտում է Աստծո խոսքը, ուղղակի դու այնքան կարոտել ես Տիրոջ խոսքին կամ Տիրոջ ներկայությանը, ես այն մարդը չեմ, որ երբևիցե քավ լիցի քեզ կասեմ, որ Տիրոջ ներկայությունը միայն այստեղ է գտնվում։ Տիրոջ ներկայությունը քո կյանքի 24 ժամը քեզ հետ է, եթե դու իրեն ունես, հասկացար ինձ, եթե ունես։ Իսկ եթե չունես, ապա ուրեմն նշանակում է, որ նրա ներկայությունը միայն այստեղ է գտնվում քեզ համար։ Հիմա ինչի համար են մարդիկ գալիս, ինչի համար են ընդհանրապես մարդիկ լսում եւ ինչու է Աստված մեզ զգուշացնում, Աստված ասում է լսիր, դու ավելի լավ է լսես այն, ինչ որ քարոզվում է, քան թե մատուցանես հիմարների զոհը։ Որն է սա, մարդիկ, եկեք մի փոքր սրա մեջ խորը գնանք, մինչդեռ որ խոսքը ես դեռ չսկսած։ Հիմարների զոհաբերությունը գիտեք որն է, մարդիկ, ես չեմ ուզում նեղացնել ոչ մեկին, սիրելիներ, սա ուղղակի աստվածաշնչյան խոսք է։ Ես սիրում եմ, հարգում եմ քեզ, սիրելիս, քույրս, եղբայրս, բայց գրվածքը է։ Վերջի վերջո մենք պիտի հասկանանք ինչու է Աստված այս տողերի մեջ ներառել այս խոսքը։
Որն է հիմարների զոհաբերությունը։ Գիտեք որն է, որ նրանք ուղղակի կգան կնստեն, բայց նրանց չի հետաքրքրում ոչինչ։ Նրանք կգան կնստեն կլսեն, կամ նրանց ընդհանրապես Աստված չի հետաքրքրում, կամ էլ նրանց մեկ ուրիշ բան է հետաքրքրում։ Եվ հիմարների զոհը այն է, երբ որ մարդը զոհաբերում է մեկ բան, որ ինքը չի զոհաբերում Աստծուն եւ զոհաբերում է դևերին։ Հիմա այստեղ զգոնությունը շատ կարևոր է, դա կապ չունի, թե դու որտեղից խոսքը կլսես, դա կապ չունի, թե դու այստեղ նստած կլսես, թե դու տանը կաշտալուց Քրիստոսի ձայնը կլսես, ընդհանրապես խոսքը լսելու մասին է խոսքը։ Եվ ասում է, ավելի լավ է դու լսես, ոչ թե ուղղակի այն մյուս նշանակությունը։ Ինչ է նշանակում ընդհանրապես ուխտ, ուխտավոր։ Մենք հասկացանք, որ կատարիր խոստացած ուխտերից սա մի կարևոր պատգամ է ամեն մեկի սկսած ինձանից։ Երբ որ մենք հավատացյալ ենք կոչվում, երբ որ մենք քրիստոնյա ենք կոչվում անհատ, ինչպես որ ասում եմ միշտ, այն դառնում է մեր կյանքը ուխտավորի ճանապարհ։ Գիտես որն է, հենց որ դու Քրիստոսի անունը քո բերանը առար, հենց որ դու Քրիստոսի անունը քո սրտի մեջ առար, հենց որ դու վերածնվեցիր կամ մկրտվեցիր կամ ընդհանրապես Աստծուն խոստացար քո ուխտերը, դա նշանակում է, որ դու քայլում ես արդեն մեկ ճանապարհ։ Նայեք սիրելիներ, այս ուխտի ճանապարհը մի ճանապարհ է, որ Հիսուսն ասում է, սա ուղիղ ճանապարհ է, սրան թեքվել աճ ու ձախ չկա։ Սա աստվածաշնչյան ճշմարտության ճանապարհն է, եւ երբ որ մենք հասկանում ենք ուխտավոր մարդը, ինքը հավատացյալ մարդն է, նայեք շատերից կարող է այս ուխտավոր բառը այս պահին մի տեսակ ուրիշ ձևի հնչվել, դե ասել մի րոպե ես ուխտավոր չեմ, չէ մի րոպե դու սիրելիս, եթե Քրիստոսին ընտրել ես, եթե ընտրել ես Քրիստոսի հավատքը, եթե ընտրել ես Քրիստոսի սերը քո մեջ, ուրեմն դու ուխտավոր ես։ Դու կարող է ուխտավոր չես, քարոզիտ չես, դու կարող է ուխ չես դրել Աստծո մեջ հետ ավետարանի չես, դու կարող է ուխ չես դրել Աստծո մեջ, դու չես երկում նրան, բայց դու քայլող ուխտավորն ես Աստծո մեջ։ Կամա թե ակամա, երբ որ մենք Աստծուն ընտրում ենք, արդեն մենք ուխտավորի ճանապարհն ենք գնում։ Պարզ դառնա ինձ եւ քեզ։ Իսկ ուխտը ինքը ընդհանրապես մարդկային սրտից դուրս բխող լրջամիտ, ես ուզում եմ նորից այս խոսքը կրկնեմ, մարդկային սրտից դուրս բխող մարդիկ ուխտը ինքը լրջամիտ խոստմունքն է առ Աստված, սա ուխտի վերագրումն է, որ ես կարողացա քեզ վերագրել, նորից եմ կրկնում, այն մարդկային սրտից դուրս բխող լրջամիտ, ոչ թե թեթևամիտ, լրջամիտ խոստմունքն է առ Աստված, դու խոստանում ես Աստծուն ինչ-որ որոշակի բաներ, չէ, երբ որ դու Քրիստոսին քո կյանքն ես ընդունում, դու Քրիստոսին խոստանում ես, օրինակ դու ասում ես, Տեր, դե ես կապրեմ այսօրվանից հետո քեզ համար, քո խոսքդ իմ ճակատանոց կլինի իմ գլխին, քո աստվածաշնչյան խոսք իմ առջև բաց կլինի, դու Աստծուն խոստանում ես, եւ սա էլ քո ուխտերն է, սիրելիս, ինչ ես կարծում, կարծում ես ուղղակի հենց ինքը միայն Հիսուս Քրիստոսն էր ուխտավոր, որ եկավ իր ուխտը երկրի վրա կատարեց ու գնաց, ոչ, Քրիստոսից հետո սկսած բոլորս, ովքեր որ երբևիցե կառնեն Քրիստոսի անունը իրենց բերանները, իմացած եղեք, որ դուք ուխտավոր եք Քրիստոսի Աստծո մեջ։ Այն մարդ ով դառնում է ուխտավոր կամ ով ցանկանում է ուխտել, նա իր ամբողջ ուժերը պիտի ներ դնի այն կատարելու։ Չէ։ Մի րոպե մենք ուզում ենք հասկանանք ուխտը անել եւ ուխտը դրժել, սա նշանակում է ուխտադուրժ մարդը։ Աստվածաշնչի մեջ շատ մարդիկ կան, որ մենք արտացել ենք նրանց կյանքերից եւ հասկանում ենք, որ նրանք երբևիցե եղել են ուխտադուրժ, եւ սա մի ցավալի փաստ է։ Եթե դու կաշկում ես ուխտերդ, քո ամբողջ ուժերը, հոգեվոր, ֆիզիկական ուժերը պիտի ներդնես, որպեսզի կարողանաս այն նաև կատարել։ Իսկ դու այն կատարում ես։ Օրինակ հասարակ մի հարց եմ դնում, հասարակ այն ամեն մի քրիստոնյայի կյանքում, ով որ չունի առաքելություն ծառայության, այսպես ասեմ, որ հասկանաս, դու ինչ ուխտ ես դնում Աստծո առաջ եւ ինչ ուխտեր ես կատարում։ Քո ուխտը առանձնագի պիտի լինի երկու փոխհարաբերությունը Աստծո մեջ, մեկը որ դու կաշտաս Աստվածաշունչ եւ նրա ձայնը լսես, մեկը որ դու աղոթես եւ Աստված քո ձայնը լսի։ Սա ամենահասարակ, ամենաբառացի ուխտն է մեր ամեն մեկ հավատացյալ քրիստոնյայի կյանքում։ Իսկ եթե դու այն չարեցիր,
Իսկ եթե քեզ համար հեշտ ստացվեց Աստվածաշունչը ամիսներով, օրերով, շաբաթներով փակ մնալ, եւ դու որոշեցիր, որ քեզ համար ավելի հաճելի է կոմպյուտերային խաղերը նստել եւ խաղալ, քեզ ավելի հաճելի է կարտերը նստել եւ զբաղվել, քեզ ավելի հաճելի է ամբողջ օրը քո ժամանակդ անցկացնել միունային բաների մեջ, բայց Աստծո խոստացված ուխտը դուրս ժանել, փակել Աստվածաշունչը եւ ուր մնաց առավել եւս աղոթքները, որ ամեն մեկ քրիստոնյա անձնավորություն եւ հոգի նա ապրում է։ Մարդիկ, մինչդեռ որ իմ կյանքը հասել է այս ամբիոնի վրա, ես ապրել եմ տալի եւ առնելը, հասկանում եք այն փոխհարաբերությունը գեղեցիկ, որ ասվում է։ Միշտ ասել եմ Տեր Հիսուս, ինչպես կարող եմ մեկ օր ես քո ձայնը չլսել։ Ես ուղղակի կխելագարվեմ մարդիկ, ինչպես կարող եմ մեկ օր այս տասնյակ, 20-նյակ, 30-նյակ անգամներ կաշտացած Աստվածաշունչը ես երբևիցե չբացեմ ու չլսեմ, թե դու ինչ ես ուզում ինձ ասել, կամ ինչպես կարող եմ ես չծնկել ու քեզ չասեմ, թե որքան պաշտում ու սիրում եմ քեզ, ինչպես կարող եմ իմ խոսքերը սրտի եւ հոգու չարդապերեմ։ Սրանք ուխտեր են մարդիկ, սրանք ամենահասարակ հավատացյալի սովորաբար ուխտն է, որ նա պիտի երբեք ուխտադուրս չլինի։ Հին ուխտում, ինչպես նաև նոր ուխտում մենք հասկանում ենք, որ հին ուխտի ժամանակներում մարդիկ երբ որ ուխտ էին անում ասուն, զոհաբերություններ էին անում, այն ժամանակներում գումար չկար, այն ժամանակ մարդիկ զոհաբերում էին կենդանիներ եւ նրանք Իսրայելի ամբողջ սահմաններից, որտեղ ուզում էր այն լիներ, նրանք վերցնում էին իր ոչխարը, իր գառը եւ հասնում էին մինչեւ Երուսաղեմի տաճարը։ Նայեք, մարդիկ քայլում էին, հազարավոր մղոններ էին կտրում, որպեսզի նրանք գային մտնեին տաճարի մեջ եւ իրենց ուխտերը Աստծուն մատուցանեին։ Որքան բարդ է եղել նրանց կյանքը, բայց նրանք արել են, նրանք սիրել են, նրանք քայլել են։ Ես հիշում եմ անգամ, երբ որ Մայրամը, երբ որ Հիսուսը փոքր էր, ասում էր, ամեն տարի նրանք գնում են Երուսաղեմ տաճարը։ Նազարեթից քայլում գնում հասնում են Երուսաղեմ եւ մեկ օր էլ հիշում եք, եթե չեք մոռացել, որ Հիսուս մանուկը ետ դառնալիս ուղղակի նա մնացել էր տաճարում եւ ծնողները 3 օր եւ գիշեր ման են գալիս փոքրիկ 13 տարեկան Հիսուսին եւ վերջինս գտան տաճարում։ Սա էր ուխտը, սա էր մարդկության այն ժամանակներում ուխտը, իսկ այսօրվա քո ուխտը ո՞րն է։ Այսօր նոր ուխտի մեջ ես դու ապրում։ Եղբայրս, քույրս, դա կապ չունի, որտեղ ես դու հաճախում, որ վայրում, թե դու տնային պայմաններում եք դու կարդում ընթերցում Աստվածաշունչը, թե դուք ընթերցում եք գնում եք եկեղեցի, թե որ մի վայրը, դա ընդհանրապես կապ չունի։ Կարևորագույնս այն է, որտեղ որ դու հաճախում ես, որտեղ որ այն վայրը դու գնում ես, որն էլ որ այն կլինի, ուղղակի կատարես քո ուխտեր այն վայրում, որտեղ որ Աստված տվել է ամեն մի մարդու որպես հոգևոր կերակուր։ Ես հիշում եմ տարիներ, 5 տարիներ, երբ որ իմ նախկին եկեղեցում էի գտնվում, ես հիշում եմ, ես միշտ չէ որ այնտեղ էի, հասնում էի Շվեյցարիայից մինչև Իսպանիա, որպեսզի Աստծո վայրը, Աստծո տունը վայելել, Աստծո խոսքը վայելեի իմ նախկին հովիվի բերանից դուրս եկած։ Ես ասում եմ, ես հազարավոր կիլոմետրեր էի կտրում մարդիկ, որպեսզի հասնեմ այն վայրը։ Բայց վերջինս դա էլ այդքան կապ չուներ։ Ես հիշում եմ մի փոքր բան, երբ որ աշխատում էի, դե դու գիտեք, որ ես ծերանոցում եմ աշխատում, եւ այն ժամանակ, երբ որ խոսքը հնչում էր Իսպանիայի եկեղեցուց, այն հնչում էր on-line, ինչպես որ հիմա եւ ես հիշում եմ, որտեղ որ ես լինեի, ծերունու մոտ կլինեի, որտեղ կլինեի, ես պարտաճանաչորեն լսում էի մարդիկ։ Ինչու՞։ Որովհետև հասկանում եմ մի կարևորագույնս, եթե Աստված տվել է ինձ այս վայրը, եթե Աստված տվել է ինձ այս թանկագին խոսքը, որը դուրս էր գալիս իմ թանկագին հովիվի բերանից, ես ապրում էի այն, վայելում էի, հասկանում եք, իսկ այսօր ինչ ես դու կարծում, ինչ է քեզ համար խոսք, ինչ է քեզ համար ուխտ, ինչ է քեզ համար Աստծո վայր եւ Աստծո խոսք, դա դու հասկացիր։ Ուղղակի հասկանում եմ միայն շատ կարևորագույն մի բան, որ այսօր ամեն բան դարձրել են մարդիկ հասարակ։ Այո, նրանց համար դարձել է ամեն ինչը, այս վայրն է դարձել հասարակ, քարոզչությունն է դարձել հասարակ, քարոզիչն է արդեն դարձել հասարակ, ինչ ուզեն այն կանեն, այնքան հասարակ է դարձել։ Ինչպես կուզեն կվարվեն, կանարգեն, կհարգեն, չեն հարգի։
Արդիկ, պետք չի այդքան հասարակացնել, եւ որ մենք մեկ վարքյան ուղակի խոսքենք, փորձենք հասկանանք, թե ով են այս մարդիկ եւ ինչի համար են նրանք լույս աշխարհ գալիս եւ ապրում մարդկային հոգիների փրկության համար։ Մի բա, ես ուզում եմ, որ դու ստույգ մտածես։ Պետք չի խոնարհվել միայն Տիրոջ առաջ, բայց հարգել Տիրոջը այն բանի համար, քանի որ Տերն է, այս ամեն ինչը Տերն է անում, այս ամեն ինչը Տերն է դրել, այս ամեն ինչը տեսիլքներով է եղել, ում համար, իմ եւ քեզ համար։ Եվ այսպես մեր ուխտերը մեզ համար դառնում են հասարակ մի խոստմունքներ ժամանակի ընթացքում եւ փորձում ենք ուղղակի այսպես կամաց ջնջվել եւ դուրս գալ։ Ուխտ է նաեւ վերջին ընտրիկը, եթե դու հիշում ես Քրիստոսը իր աշակերտների հետ իր վերջին ընտրիկում, քանզի մարդը ճաշակելով մարմինը Քրիստոսի Տիրոջ այրունը ուխտում է այն, նվիրվել Աստծուն, բաժանվել չարից կամ նրա չար բնությունից։ Ինչ, երբ որ մենք Հիսուս Քրիստոսի այն խորհուրդը ընդունում ենք մեր մեջ, նա ուխտ չէ իրենից ներկայացնում։ Երբ որ դու վերցնում ես այն բաժակը, որի խորհուրդն է կրում Քրիստոսի այրունը, երբ որ դու վերցնում ես այն փոքրիկ մարմնի հացի կտորը, որի խորհուրդն է կրում Քրիստոսի մարմինը, չէ որ դու այդ վերցնելու պահին դու ուխտում ես, չէ որ դու այն ուտում ես եւ այն խմում ես եւ ուզում ես Տիրոջմով, Տիրոջ մեջ լինել, որովհետեւ Հիսուսն ասեց. Ով որ ինձ չուտի եւ չխմի ինձանում ոչինչ չունի, բայց մենք այսօր ունենք Քրիստոսում ինչ որ մեկ բան։ Մենք Քրիստոսում ինչ որ մեկ բան ունենք, թե ոչինչ չունենք։ Առաջին Կորինթացիս 11:23-28 Որովհետև ասում է Պողոս առաքյալը. Ես Տերիցն ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացն առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. Առեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Ինչի համար? Ինչի համար այս ուխտը? Իր հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիկն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ այրունովը։ Սիրելիներ, ինչն է? Նոր ուխտը, իր այրունովը։ Այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք մինչեւ որ նա կգա։ Ուրեմն, լսեք ուշադիր, ով որ այս հացը ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անաժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջին եւ Տիրոջ այրանը։ Ուրեմն թող մարդը փորձե իր անձը եւ ապա այն հացից ուտե եւ այն բաժակից խմե։ Սիրելիներ, ես խորհուրդ եմ տալիս։ Սկսած ինձանից ամեն մեկիդ, ով ուզում ես եղիր, կլինես այստեղ նստած, թե կլինես YouTube-ում նստած։ Ես մեծն խորհուրդ եմ տալիս։ Եթե քեզ ընդհանրապես չի հետաքրքրում խոսքը Աստծո, եթե ընդհանրապես ձեզ չի գերում Աստծո խոսքը այս վայրից, ապա ուրեմն ոչ հաճախեք, ոչ էլ լսեք։ Ինչու համար? Որովհետև մենք մեր վրա մեղք ենք դասում։ Եթե ինչ-որ մեկը, ինչ-որ խաթրաշահությունով, ինչ-որ մի խաթրաշահության պատճառով, եթե նա գալիս է, լսում է կամ ցանկությունը չունի, սա մեղք է։ Մարդիկ, սա մեղք է, եթե մենք վերցնում ենք բաժակը եւ Քրիստոսի մարմինը, հասկանում ենք, որ այն ուխտ է մեզ համար եւ մենք եթե այն ցանկությունը չունենք, ուղղակի, չգիտես ինչու կամա թե ակամա ուզում ենք այն անենք ինչ-ինչ պատճառներով, ես ասեմ քեզ, մի վերցրու այն, մի խմիր այն եւ մի կեր այն, որովհետեւ դու քեզ այդ կերպով պարտական ես դարձնում Տիրոջ մարմին եւ այրանը։ Մեկ բան է, երբ որ սրտից դե բխում այն, մեկ բան է, երբ որ դու այսօրվան ու այս ժամին սպասում ես, մեկ բան է, երբ որ դու սպասում ես Քրիստոսի հանդիպմանը, մեկ բան է, երբ որ դու գիտես, որ դու այնտեղ գնացիր Սուրբ Հոգի ներկայությունը արկա է այնտեղ, բայց նորից կրկնում եմ, մի արեք սա։ Սա ամենադաժան պահն է, սա ամենադաժան ընտրությունն է, չցանկանալով, չհասկանալով անել այն, բայց մենք վերջում սրա ամեն մի
ցանածի հնձանը պիտի ուտենք, որը ոչ ճիշտ չէ։ Օրինակ, մի հասարակ օրինակ տամ ես քեզ։ Եթե ինձ ինչ որ մի քարոզիչ դուրս չի գալիս լսելու, ես նրան ստիպված չեմ լսում, անջատում դուրս եմ գալիս։ Եթե ես ինչ որ մի վայր եմ գնացել ու այնտեղ նկատել եմ շահավաճառություն, այնտեղ նկատել եմ, որ միայն ու միայն այն մարդիկ են պաշտվում, ովքեր որ երկճախմբի վրա են կանգնած, իսկ այն հետևում նստած մարդկանց ոչ մեկ բանատեղ չի դնում, այստեղ Հակոբոսը կարծեմ մի շատ կարևոր բան է ասում։ Այդտեղից դուրս արի, քանզի պաշտամունքը միայն պիտի լիներ Հիսուսը։ Եվ հիմա ինչ եմ ուզում սրանով ասեմ, ուխտը մի կարևոր բան է։ Եթե դու գիտես, որ ուխտելու ես եւ այն կատարելու ես, արա, եթե քո սիրտը եւ քո հոգին ցնծությունով սպասում է, ես ցնծությունով սպասում եի այն օրվան, երբ որ շատերն ասում են զարդ եմ դրել, սա զարդ չէ սիրելիս, սա իմ եւ իմ Քրիստոսի մեջ ընկած ուխտն է, որ երբեք ոչ մի բան այս աշխարհի տակ, ոչ մի ցավ, ոչ մի տառապանք ինձ չի կարող իմ Տիրոջից բաժանել, սա ուխտի մատանին է, հասկանում ես։ Ուխտել եմ ես այն, ուխտել եմ, որ ես ուխտվելու եմ Տիրոջը հավիտյանս հավիտենից, ուխտել եմ ես այս մատանիով, որ ես կյանքում երբեք իմ կողքին դու չես տեսնի, արական ցեղի ներկայացուցիչ ինչու, որովհետև ես ուխտ եմ արել Աստծո մեջ ու ես խնդրում եմ մի պատ ու պատկերացրու, որ այս ուխտը ես դրժեմ ու որոշեմ ընդհանուր հակառակը անել։ Հասկանում եք մարդիկ, ես ուղղակի վառ օրինակ բերեցի ձեզ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ է նշանակում ուխտ։ Երբ որ ամուսինները զույգերը երկրի վրա ամուսնանում են, իրենք իրար ուխտ են խոստանում, երկուսը այսպես Աստծո առաջ խոստանում են, թե լավ ժամանակների, թե վատ ժամանակների մեջ մենք իրար երբեք չենք ձգի։ Սա է ուխտը։ Քանի անգամ որ ուտեք Տիրոջ մահը պատմեցեք, ասում է։ Քանի անգամ որ մենք այսօր ուտում ենք այս խոսքը, ամեն կիրակի ուտում ենք այս խոսքը, ինչ ենք մենք պատմում։ Ինչ է, պատմում եմ ես քեզ մասին, ոչ Տիրոջ մահի մասին։ Ես քեզ պատմում եմ այս ուխտերով, թե ինչպիսի Հիսուսը կյանք է ապրել, որպիսի ինչպիսի մահ է տեսել, որպիսի քեզ կարողանա տա երջանկություն եւ խաղաղություն հավիտենական։ Ով որ այս ուտե եւ խմե անարժանությամբ, սա մի կարևոր խոսք է, որն է անարժանությունը, սիրելիս։ Դու ուղղակի արժեքազրկում ես Տիրոջը։ Եթե այդպես դու ուտես ու խմես իրեն արժեքազրկելով, այդ ուխտը Աստծո առաջ չի ընդունվում։ Իսկ Աստվածաշունչը մեզ ամեն ժամանակ ասում է. Եթե ասում է ինչ որ քայլի ուզում ես գնաս, ձեռնարկություններ ես ուզում անես, խոսքի օրինակ եթե դու ուզում ես ինչ որ մի շինություն կառուցես, գցենք սա հոգևոր մի շինություն է, դու մի նստիր ու հաշվարկ արա քո ցանկությունը, վիճակը, գումարը, հոգևոր, թե ֆիզիկական, արդյոք այն կբավարարի, որ դու այն ուխտես Տիրոջը։ Բոլորս ենք ոգևորված։ Հավատում ես, ամեն մի հավատացյալ, ով որ ի սկզբանե Քրիստոսին գտնում է, վերածնվում է, ամեն մեկը ոգևորված է այստեղ։ Ես չեմ ասում հոգևորված, հոգևորություն չկա այնտեղ, դեռ ոգևորություն է։ Եվ այս ոգևորված մարդիկ դուք Սերմնացանի առակը լսել եք։ Բոլորն են ոգևորվում, ինչև հողի մեջ սերմվելը։ Ոգևորվում են, բայց կարճ ժամանակ է այն տևում։ Ոգևորվում են, բայց այն կարճ ժամանակ անց նրանք հասկանում են, որ նրանց ընդհանրապես չի հետաքրքրում Աստծո խոսքը։ Եվ պատճառներ են ման գալիս, մի օր սա է պատճառը, մի օր նա է պատճառը, եւ ես ուզում եմ այդ տվյալ մարդուն ասել, սիրելիս, ձեռնաթող արա այս վայրը, ընդհանրապես ավելի լավ է չգաս, քան դու գալիս ես ստիպված կամ լսում ես ստիպված ինչ որ Աստծո խոսք, որ երբեք քեզ չի հետաքրքրում։ Այն մարդը, ով Աստծո խոսքից դուրս գալուց հետո անում է մի բան, որ Աստծուն դուրս չի գալիս, այն ցույց է տալիս ուխտավորը, որ չի կատարում իր ուխտերը Աստծո առջև, եւ որն էլ պատճառ է դառնում Աստծո բաշխության եւ զարկի։ Ինչու ենք մենք շատ ժամանակ ասում այս հավատացյալը որքան զարկվում է։ Ինչու ենք մենք շատ ժամանակ ասում ինչու է այս հավատացյալը այսքան զարկված։ Ինչու մարդիկ։ Որովհետեւ Աստծո բարկության պատճառ է դառնում մի բան, որ Աստծուն դուրս չի գալիս։ Ով ամեն մի մարդ Աստծո խոսքը լսելուց դուրս է գալիս։
Այնտեղ մի լավ համեմատություն կա, ասում է հայելու մեջ ինք իրեն տեսավ եւ անցավ։ Սա է։ Մեր մարդկային բնությունը սա է, մարդիկ։ Մենք հայելու մեջ մենք մեզ տեսնում ենք, բայց անցնում գնում ենք։ Չհետաքրքրվելով ինչպիսին էր մեր մարմնավոր տեսքը, չհետաքրքրվելով ինչպիսին է իմ հոգևոր տեսքը, իմ վիճակը։ Այսպիսի ուխտերը կատարելով մենք ուխտադուժ ենք լինում։ Եվ Աստծո բարկությունը, Աստծո բացակայությունը, Աստծո հոգու բացակայությունը մեր մեջ այն դառնում է մեր կյանքի փոթորիկը։ Ուխտերը կատարել կարող է ուխտավորը միայն ճշմարիտ սրտով։ Եթե քո սիրտը Աստծո հանդեպ ճշմարիտ չէ, ապա այն ամենը խոսում է ստության մասին։ Ստությունն այնքան շատ է, մարդիկ։ Ես պայքարում եմ այս վայրում, ես պայքարում եմ այս հողի վրա ստության դեմ, կեղծավորության դեմ, պայքարում եմ, այնքան շատ է։ Եթե մարդը Աստծուն խոստացավ ուխտ ու նա դուրս եկավ ստության ճանապարհին, այս խոստումը դրժել է նավաղուց արտեն։ Իսկ Աստծուն ստելը կարող է մեզ շատ բուրըն տուգանքների առաջ կանգնեցնել, թե հոգևորապես, թե ֆիզիկապես։ Ընդհանրապես ես ուզում եմ մի փոքր քեզ վկայել, երբ որ ես ինչ-որ մի բան այնպես չեմ անում, տանջվում եմ, սիրելիս, ես ամբողջ իմ հոգեկան աշխարհը խառնվում է իրար, այն ծովի փոթորիկի նման, ինչպես որ աշակերտներն էին խանգարված, եւ Հիսուս Քրիստոսը քնած էր նավակի մեջ, այսպես իմ հետ է կատարվում, եւ ես անպայման պիտի արթնացնեմ Հիսուսին եւ ասեմ՝ Տեր, ինչ եղավ իմ կյանքում, հասկացրու։ Ես ուզում եմ անալիզներ ձևակերպել ու հասկանալ ինչ արեցի, որ այսպես եղավ։ Ինչու իմ հոգի աշխարհը, որում բնակված է Սուրբ Հոգին, փոթորկված է։ Եվ ես ծնկում եմ, եւ ես հասկանում եմ, որ Տերն ինձ ասում է՝ բավական է։ Բավական է գնես մարդկանց ետևից, բավական է հարգես նրան, չհարգվես նրանից։ Բավական է անես ամեն բան, բայց հերթը որ հասնում է ինչ որ մեկ բան, որ ինք այդ տվյալ անձնավորությունը պիտի անի, ով ուզում է նա լինի, եթե քաշվում։ Բավական է։ Մարդիկ այսպես է։ Դրա համար ինչու համար շատ անգամներ ես ասում եմ, որ եթե դու ուխտավոր ես Աստծո մեջ, դու միայնակ պիտի քայլես։ Այս մարդիկ էլ չեն հասկանում, որ ես ուզում եմ միայնակ քայլել։ Որովհետև մինչդեռ որ դու իրապես կպաշտես Քրիստոս, մինչդեռ որ դու իրապես կհասկանաս ով է քեզ համար Քրիստոսը, մինչդեռ որ դու ընդհանրապես կհասկանաս թե ինչ սեր է Քրիստոսին կաստվածը, դու կսովորես քո դրածուն սիրել, ասեմ, քո անձի պես, գիտես, քո անձի պես։ Իսկ եթե Աստծուն չես սիրում, ինչպես կարող ես քո դրածում սիրել քո անձի պես կամ քո հոգևոր քույր ու եղբորը սիրես քո անձի պես, այդպիսի բան չկա։ Պիտի լինես հոգևոր, որ կարողանաս սիրել։ Իսկ եթե մնացիր աշխարհիկ կարգավիճակի մեջ, սեր, սիրել, կեղծավորություն է, բուրըն կեղծավորություն է այն։ Գործ Կարագելոց 5-րդ գլուխ, եւ մենք հիմա կհասկանանք Մեկից 11-ը մի փոքր երկար պիտի կաշտամ, համբերիր ինձ, սա շատ կարևոր է։ Եվ ասում է, եւ մի մարդ անունը Անանիա իր Սաֆիրա կնոջ հետ մի կալվածք ծախեց, եւ նրա գնիցը թաքցրեց, որ կինն էլ գիտեր։ Եվ մի բաժինը բերավ առաքյալների ոտների մոտ դրավ, եւ Պետրոսն ասեց. Անանիա, ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն եւ ագարակի գնիցը թաքցնես, չէ որ նա կենում էր քոնն էր եւ ծախվածն էլ քո իշխանության տակ էր, ինչ է որ այս բանը դրիր քո սրտի մեջ, ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, այլ Աստծու։ Եվ Անանիան հենց որ այս խոսքը լսեց, վայր ընկավ եւ հոգին հանեց, եւ մեծ վախ եղավ ամենքի վրա, որ այդ լսեցին։ Երիտասարդներն էլ վերկացան, պատանեցին նրան եւ տարան թաղեցին, եւ եղավ, երբ որ 3 ժամի չափ անցավ նրա կինը, որ չգիտեր եղածը ներս մտավ։ Պետրոսը պատասխանեց նրան եւ ասեց. ասիր ինձ, թե այն չափի ծախեցիր ագարակը, ո Պետրոս, ինչու դու այսպիսի հարցեր ես տալիս։ Նա էլ ասեց. այո,
Այն չափի ծախեցի։ Պետրոսն էլ ասեց նրան. Ինչ է որ միաբանեցաք դուք, որ Տիրոջ հոգին փորձեք, ահա քո մարդը թաղողների ոտները դրան մոտ են, քեզ էլ կհանեն։ Եվ նա իսկույն վայր ընկավ նրա ոտների առաջին եւ հոգին հանեց։ Երիտասարդներն էլ ներս մտան նրան մեռած գտան, հանեցին իր մարդի մոտ թաղեցին, եւ մեծ աղ եղավ բոլոր եկեղեցու վրա եւ ամենքի վրա, որ այս լսեցին։ Ինչ է ուզում Աստվածաշունչը այս պատմությունով, սա նոր ուխտի մեջ է այս պատմությունը, մարդիկ։ Ինչու այս ամուսինները որոշեցին իրենց ագարակը ծախել եւ գնիցը թաքցնել։ Նրանք կարող էին ուղագի ծախեին, այդ ծախված կեսը իրենց պահեին եւ կեսն էլ տանային դնեին Պետրոսի ոտների տակը, թեպետ որ ես այդ ընդհանրապես չեմ ընդունում։ Թող ասեին Պետրոս, մենք ագարակը ծախել ենք, կեսը պահել ենք մեզ, կեսը տալիս ենք ձեզ։ Եվ այս մարդիկ եկան եւ ասեցին այնպիսի տպավորությունով, որ այս գնովն ենք ծախել եւ ագարակը եւ գումարը տալիս ենք քեզ։ Նրանք առաջնահերթ մարդիկ խաբեցին ում? Պետրոսին։ Ինչ ես կարծում։ Պետրոսը խաբնվեց այստեղ, ոչ, Սուրբ Հոգին։ Քանի որ Պետրոսում գոյ էր եւ գոյ է Սուրբ Հոգին, Պետրոս երբեք չի խաբնվում։ Ես շատ ժամանակ մտածում եմ, որ մարդիկ մտածում են, եւ որ դու քո մեջ Սուրբ Հոգին ունես, եւ որ դու բարիացակամ մարդկային հանդեպ, մարդկության հանդեպ, այն բարին ցանկացող ոմն մեկն ես, շատ ժամանակ մտածում եմ, որ մարդիկ մտածում են, որ ես անհասկացող եմ։ Որ մարդիկ մտածում են, որ ես չեմ հասկանում, թե ով է իմ դիմացը կանգնած, բայց անձս ուզում եմ պարզ ասել, եթե դու ռենտգենով կարող ես քո ոսկորներ ուղակի նայես, ողնաշարից շարան, այդպես ես քո հոգին եմ տեսնում։ Ուղղակի մարդիկ մտածում են, որ եթե հավատացյալ է, կարելի է նրան հիմարի տեղ դնել, եթե հավատացյալ է, նրան կարելի է անարգել, եթե հավատացյալ է, նրան կարելի է խաբել։ Եվ այսպես Պետրոսներին խաբելը ոչ մեկի մոտ երբեք հեշտ չի ստացվում, ինչու՞։ Որովհետև այդ Պետրոսը իր կյանքը անձնատուր եղած Աստծուն էր պաշտում, որովհետև այդ Պետրոսը իր մեջ Սուրբ Հոգին ուներ եւ Սուրբ Հոգին նրա միջում ամեն ինչ, մինչդեռ որ մարդը կփորձեր ինչ-որ մեկին խաբել, Աշտեն Պետրոսը Սուրբ Հոգով ամեն բան գիտեր, ամեն բան գիտենք, ամեն բան հասկանում ենք, քննում ենք, չենք քննվում, բայց արի ու տես, ցավ եմ ապրում։ Ես այս իրավիճակների շրջապատի մեջ, որ մարդիկ մտածում են, ինչ ուզեն քո հետ կարող են անել, ոչ սիրելիս, չես կարող։ Մեկ օր էլ կողքիդ, այս կողքիդ եւ այն կողքիդ փագագծեր կդնեմ եւ կփագեմ քեզ իմ կյանքից եւ կվերանաս ուղակի իմ կյանքից եւ դուրս կշպրտեմ քեզ իմ կյանքից, քանի որ իմ կյանքի կարեւորությունը ոչ թե դու ես, այլ Հիսուսն է։ Համբերատար, երկայնամիտ, տարիներով սпасել, համբերել, որ այս մարդը այս խոսքից կփոխվի, այն մյուս խոսքից կփոխվի, 1 տարի հետո կփոխվի, 3 տարի ու կես քարոզվում է խոսք։ Ամեն անգամ ասում եմ 3 տարի ու կես, արդեն ես ասում եմ տարիներ 3 տարի ու կես, բայց այն ավելի շատ է, բայց մարդկային էությունը չի փոխվում։ Մնում է նույնը, ինչպես որ կար եւ կա։ Աստծո խոսքը մեզ տույք հասկացնում է, որպեսզի ես եւ դու ոչ մի խոտորնակ ուխտ, լսում ես մարդ, խոտորնակ ուխտ չանենք Աստծո առաջ, չխոստանանք, որը պահել չենք կարողանա։ Հարգանք եւ ճանաչողությունը այս Անանիայի եւ Սաֆիրայի դեմքում ինչն էր սա, ինչու նրանք խաբեցին, նրանք ուզում էին հարգանք եւ ճանաչողություն։ Նրանց համար հետաքրքիր էր, որ Պետրոսից եւ աշակերտներից նրանք հարգվեին, որովհետեւ դե վերջը ագարակ է ծախել եւ գումարը բերებ Խավլիցի, իմ կյանքում թեպետ ոչ մի կոպեկ այստեղ չի բերե դրե, ու ես բարձանքով եմ այն ասում։ Բայց բարձանք ագարակը ծախեցին եւ խաբեցին, ինչու համար, նրանք ուզում էին հարգանք, պսոյդո հարգանք եւ պսոյդո ճանաչողություն ձեռք բերել, բայց այն չի ստացվում։ Անանիա, Սաֆիրա, Անանյաներ, Սաֆիրաներ, ձեզ պետք է հարգվել Տիրոջից, ձեզ պետք է, որ Տերը ուղղակի ձեզ նկատի։ Պետրոսներին հանգիստ թողեք, Պողոսներին հանգիստ թողեք, դարձեք ճանաչված Աստծո մեջ, թող Աստված ձեզ ճանաչի, ով է մարդը մարդու համար, որ մեղանչես ու վաղը չեմիսի օր այն մեղքիդ պատճառով այն զոհը ընդունես քո վրա եւ հետո գլխիդ տաս եւ ուշ լինի։ Կան մարդիկ այսպես,
որ զարկվում են զարկի ետևից խելքի չեն գալիս։ Աստծո աչքին այս ստությունը, մարդիկ, ընդհանրապես ստությունը ծանր գործած մեղքի պես է։ Երբ որ մենք խաբում ենք ինչ-որ մեկին ու մտածում ենք, դե ինչ-որ մեկը չհասկացավ կամ երևի իրոք չհասկացավ, բայց չէ որ մենք հասկանում ենք մի կարևորագույնս, Աստված էլ հո հասկացավ։ Աստված էլ հո գիտակցեց, Աստված էլ հո տեսնում է, Աստված էլ գիտի իրավիճակներ այն երկու կողմանի։ Այդքան ցածր ես դու Աստծուն գնահատում, հավատացյալ մարդ, քրիստոնյա մարդ, ուր է բա երկյուղդ, ուր է երկյուղդ։ Այս զույգի մահը, այս Անանիայի եւ Սաֆիրայի մահը ամբողջ գործ կարագելոցի մեջ դարձավ մինչև առեսօր մի մեծ պատկան բոլորիս հավատացյալներիս, որ մենք պիտի վախենանք ինչից, ստությունից։ Լսի սիրելիս, ճշմարտության ճանապարհը բռնելով դու չես կարող սուտ քայլերով քայլել նրա վրա։ Եթե դու ընտրել ես այն, ուրեմն պիտի քայլես ճշմարիտ, պարզ, թափանցիկ։ Եթե դու չես կարողանում քայլես ճշմարիտ, պարզ, թափանցիկ, եթե ստությունով դու այն ճանապարհը պիտի անցնես, խորհուրդ կտամ ընդհանրապես չսկսես։ Որովհետև եթե դու 11 օրում չկարողացար իրապես հասկանաս, որ քեզ պետք է Տիրոջ մեջ մաքուր ապրել, ապա 40 տարում էլ չես հասկանա, նույն Իսրայել ազգի խորհուրդ ասեմ քեզ։ Հասկացավ նա, այդքան զարկեր օգնեց նրան, ոչ։ Այսինքն այս տեսակ մարդիկ այսպիսին են իրենց էությունով։ Այնքան դժվար է, որ Աստված նրանց էություն փոխի։ Նրանք կփորձեն Աստծուն փոխել, բայց Աստված այդ մարդկանց փոխելու համար շատ դեռ պիտի չարչարվի։ Հովհաննեսի ավետարան։ Երրորդ գլուխ 3-6։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, ուշադիր եղեք մարդիկ այս խոսքերին, սա Աստվածաշունչն է խոսում, ոչ թե ես։ Սա Աստծո բերանն է խոսում օգտագործելով իմ բերանը։ Ասում է. Եթե մարդը վերստին չծնվի, կարող չէ Աստծո աշխարհությունը տեսնել։ Նիկոդեմոսը նրան ասեց. Մարդ ինչպես կարող է ծնվել, որ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել եւ ծնվել։ Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա կարող չէ, այսինքն նա չի կարող Աստծո աշխարհությունը մտնել։ Ինչից? Ջրից եւ հոգուց, մարդիկ։ Եթե ես եւ դու սիրելի, սիրում եմ քեզ շատ։ Եթե մենք չծնվենք ջրից եւ հոգուց, դու գիտես որն է ջրի եւ հոգու ծնունդը։ Խորհուրդ տամ քեզ, ջուրը սա է։ Եթե դու սրանից չծնվար, եթե դու Սուրբ Հոգուց չծնվար, ապա երկնքի աշխարհությունը մտնել չես կարող։ Սիրելիս, դռները փակ է լինելու, ասում է պարզ Աստվածաշունչը։ Ասում է այստեղ, շարունակում եմ. Մարմնիցը ծնվածը մարմին է, եւ հոգուցը ծնվածը հոգի է։ Մի զարմանար, որ ասեցի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետեւ վերստին ծնունդը մարմնից հնարավոր չէ։ Միայն ջրից եւ հոգուց, միայն Աստծո խոսքից եւ Աստծո հոգուց, այսպես ասեմ, որ դու հասկանաս, սիրելիս, մենք այստեղից ենք ծնվում, մենք այսպես ենք վերածնվում, նոր են ծնվում, եւ որ ես շատ հաճախ ասում եմ, եսդ գամիր խաչին, դա այն նշանակությունն է կրում, երբ որ դու խաչվում ես խաչի վրա, քեզանից ծնվում է Հիսուս, քեզանից ծնվում է մի նոր արարած, եւ այն հոգին է, Սուրբ Հոգին է, որ քո մեջ բնակվելով քեզ սրբացնում է, մաքրում է, ստեղծագործում է աստվածային երկնային կյանքի համար։ Նրանք, ովքեր ի ցույց են դնում իրենց որպես վերածնված հոգևոր քրիստոնյաներ, բայց ապրում են բարձրամտության եւ խապկամքի ներքո,
Այսպիսի հավատացյալին կամ խաբեբային չի կարող Աստված համբերել։ Ես նորից կրկնում եմ, Աստծո մեջ դու չես կարող ասել, որ ես վերածնված քրիստոնյա, բայց ապրում ես խաբկանքի, խաբեբայական մի կյանք, սրան նրան խաբելով, դու ինքդ քեզ խաբելով եւ ամենակարևոր Աստծուն խաբելով, սա սիրելիս հոգևոր կյանք չէ։ Սա քո մարմնավոր ցանկությունների կամքն է ու կյանքն է։ Մի խառնիր։ Չարին բարու հետ երբեք մի խառնիր։ Քեզ կամ պետք է չարու ծառը, կամ քեզ պետք է բարու ծառը։ Դու չես կարող այն երկուսը քո մեջ ունենալ, եւ այս խաբկանք է, եւ այս խաբկանքը մարդկային էությունների մեջ, երբ որ Աստված տեսնում է, սա կեղծավոր է, նրանում չկա Քրիստոսի ոչ մի նշույլ, եւ Աստված չի կարողանում համբերել մարդիկ։ Ինչու են, ես շատ ժամանակներ ասում եմ, աշխարհի մարդիկ, մենք միշտ կրկնում ենք, ասում ենք, ինչու են աշխարհի մարդիկ հետանոցները փափուկ։ Նրանք ոչ հիվանդանում են։ Չէ՞ որ նրանք մեղավոր կյանքով են ապրում, բայց ինչու են սրանք այսքան փափուկ ապրում։ Հոբն էլ է խոսում դրա մասին, կաշտա Հոբի գիրքը։ Ինչու՞, որովհետև հավատացյալները, երբ որ իրանք ասում են հավատացյալ են, երբ որ իրանք քրիստոնյա են եւ ապրում են խաբկանքի բարձրամտության մի կյանք Աստծո մեջ, այսպիսի մարդով վերջը միշտ էլ զարքն է։ Դրա համար էլ ավելի շատ զարկվում են հավատացյալները, քան աշխարհի մարդիկ, որովհետև ինչու, որովհետև նրանք աշխարհի մարդիկ Քրիստոս չեն ճանաչում, աշխարհի մարդիկ խոսքը չեն ճաշակել, աշխարհի մարդիկ կարող են մեղանչել, բայց դու որպես քրիստոնյա, եղբայրս, քույրս, դու դա չես կարող, դու դրա իրավունքը անգամ չունես, ուշադիր լսիր։ Քեզ չթվա, թե այսօր կխաբես, վաղն էլ ուղղակի կասես դե կներես Տեր, այլևս ոչ, դու այդ պահից սկսած, երբ որ Քրիստոս ես քո կյանքը ընդունում, երբ որ Քրիստոսը դառնում է քո կյանքի անհատը, քո կյանքի էությունը, քո կյանքի Տերը եւ Փրկիչը, հիշիր, միշտ հիշիր, ում էլ որ խաբես, ում էլ որ գցես, ում էլ որ ստես, Աստծուն ես անելու դա։ Ոչ մեկին վնաս չես տալու դու, որովհետև այդ տվյալ մարդը գիտի, դու խաբեցիր, նա գիտի, դու ստեցիր, նա գիտի, ամեն բան գիտի, ուղղակի դու Աստծուն ես։ Եվ Աստված այս կերպով սկսում է չհամբերել հավատացյալներին զարկ-զարկի ետևից։ Սուրբ Հոգու հանդեպ գործած նույն է, ինչը Աստծո հանդեպ ունեցած, դա կապ չունի։ Ստեցիր դիմացինից, ստեցիր Սուրբ Հոգուն, ստեցիր Աստծուն։ Ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, ասում է, ինչու, որ դու սուտ խոսես եւ ագարագի գինը թաքցնես։ Ընդհանրապես մարդիկ սիրելիներ, ինչ բան է ստելը։ Ճշմարիտ ասա, դու ճշմարիտ ասա, դիմացին մարդուդ ասա ճշմարտությունը, լսիր ասա։ Ես ուղղակի ժամանակա որ ճշմարտությունն էլ ասում եմ, չեմ ձերբազատվում որոշակի անցտեսակներից, որ չշփվեն ինձ հետ։ Ասա, ուղղակի ասա, ես քո հետ շփվել չեմ ուզում։ Ուղղակի ասա, ես ցանկություն չունեմ, բայց ստելը, բայց ուղղակի ստելով շարունակել խաբել, դա հարիշ չէ։ Ոչ հավատացյալին ընդհանրապես, ոչ էլ աշխարհի մարդկանց։ Ինչու համար ասում է դու սուտ խոսես, ագարագի գինը թաքցնես, մի թաքցրու, պարզ թափանցիկ եղիր։ Ճակատիս ասա ճշմարտությունը։ Ես էլ մեծ սիրով կհարգեմ քեզ քո ճշմարտության մասին ու համար ու կասեմ գիտես քույր եղբայր, ես ընդունում եմ, քանի որ դա ճշմարտությունը դու ասեցիր։ Թեկուս մի պա հոգիս ու սիրտս կարող է լաց լինել, բայց իմ էությունը կհասկանա, որ դա է ճշմարտությունը եւ կշարունակենք առաջ։ Հայտնություն 22-րդ գլուխ։ Մեկից 15 ասում է սա հայտնությունը ընդհանրապես վերջի գիրքն է Աստվածաշնչյան, կարելի ասել աշխարհի վերջի եւ Աստվածաշնչյան վերջի գիրքն է։ Անիրավություն գործողը թող էլ անիրավանա։ Նայեք ինչ է ասում հայտնության գիրքը։ Եվ կեղտոտը թող էլ կեղտոտվի, եւ աշտարը թող էլ աշտարանա, եւ սուրբը թող էլ սրբվի։ Եվ ահա շուտով գալիս եմ, ասում է Հիսուս, եւ իմ վարձքն ինձ հետ է, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես որ իր գործը կլինի։ Ինչ է ասում Հիսուս։ Ասում է բոլորին կհատուցանեմ, ինչպես որ իրենց գործն էր, ոչ, ասում է ամենքին կհատուցանեմ, ինչպես որ գործը կլինի։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը, վերջը, առաջինը եւ վերջինը։
Երանելի են նրանք, ովքեր են երանելիները, սիրելիս։ Երանելի են նրա պատվիրանքները պահողները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա։ Եվ քաղաքի դռնովը ներս կմտնեն, բայց դուրսն են շները, կախարդները, պոռնիկները, սպանողները, կռապաշտները, ամեն ստություն սիրող եւ գործողները։ Սիրող, ստությունը պիտի սիրես, որ կարողանաս գործես։ Ես ճիշտ ասեցի, ստությունը պիտի սիրես, որպեսզի կարողանաս ստես եւ գործես այդ ստությունը։ Եթե դու ստությունը չսիրող մարդ ես, դու այն չես անի։ Իսկ եթե սիրեցիր, վայ, քեզ։ Ինչն էր պատճառը, որ այս մեծ ստությունը սատանան դրեց Սաֆիրայի եւ իր ամուսնու միջև, որն էր պատճառը, կարող ես ասել։ Արծաթասիրությունն էր, սիրելիս, ճանաչողությունն էր։ Գիտեք, մարդիկ սիրում են ճանաչված լինել, բայց ես ամբողջ իմ կյանքում սիրել եմ թաքնվել։ Ես երբ որ հիշում եմ սա, վկայում եմ Քրիստոսի Սուրբ Հոգու սուրբ աչքերի ներքո, երբ որ հիշում եմ, երբ որ ինձ Տերը ասեց, որ ես պիտի YouTube խոսք քարոզեմ, Աստծո առաջ խոսում եմ քեզ ճշմարտությունը, պատերազմ եմ արել հոգևոր Տիրոջ հետ։ Ես ասել եմ դու, Տեր, դու գիտես, որ ես չեմ սիրում մարդկանց մեջ մտնել, ես չեմ սիրում երևալ, ես չեմ սիրում ընդհանրապես շատ մարդկային էությունների մեջտեղում գտնվել։ Ինչպես։ Բայց արյութես մարդիկ կան, ովքեր սիրում են արծաթասիրություն, ճանաչողություն, եւ սա տալիս է նրանց որոշակի հաճույքներ։ Եվ դա է պատճառը դառնում, որ նրանք դառնում են ստության գերի։ Այո, հավատացյալի մասին է խոսքը, սիրելիս, ես չեմ խոսում դեռ աշխարհի մարդու մասին։ Անանիան, Սաֆիրան, ի՞նչն էր պատճառը։ Նրանք ուզում էին, որ ամբողջ եկեղեցին, առաջի դարի եկեղեցին Պետրոսով սկսված, չէ՞ որ Տերն ասեց դու ես քարը Պետրոս, եւ քո վրա պիտի շինեմ իմ եկեղեցին։ Եվ նրանք ուզում էին ճանաչված լինել։ Նրանք ուզում էին գումարով ճանաչողություն առնեն։ Եվ սա ամենամեծ ստությունն է, մարդիկ։ Այս վիճակը դարձրեց նրանց հակառակորդ Աստծո եւ Սուրբ Հոգու դեմ, եւ երկուսն էլ ընկան։ Առաջին Տիմոթեոս 6:10 ասում է, որովհետև արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է, որին մի քանիսը անձնատուր լինելով հավատքիցը մոլորվեցան եւ իրանց անձերը շատ ցավելով խոցեցին։ Ինչն է։ Արմատների արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է, մարդիկ։ Եթե այս երկրի վրա հաշվարկով կային 7 մեղքեր, որը որ Աստված նմանեցրեց հին ուխտիային ազգերին, իսկ այդ մեղքերի ամենաարմատի չարիքը դա արծաթասիրություն է։ Գիտեք, մարդը իր ամեն կյանքում, երբ որ ինչ-որ մի մեղք է գործում, հիշիր միշտ, դու գործում ես այն արծաթասիրության պատճառով։ Աստված չի կարող սիրել կամ փող, կամ Աստված Մարդը չի կարող, մարդը չի կարող, մարդը պիտի կամ սիրի Աստված կամ փող։ Դու չես կարող երկուսին սիրել, որովհետև Մատթեոսի ավետարանի մեջ այսպիսի բաներ կա գրված։ Սիրես փողը եւ սիրես Աստված, դա հնարավոր չէ, որովհետև եթե դու այդ անես, ուրեմն դու ծառայում ես չարի եւ բարու ծառին, եւ դու դու ես այդ երկու պտղից ծառի։ Մատթեոս 6-րդ գլուխ 24-25 ասում է. ոչ ով չի կարող երկու տերերի ծառայել, որովհետև կամ մեկին կատե եւ մյուսին կսիրե, կամ մեկին կմեծարե եւ մյուսին կարհամարե, չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային։
Ինչ է նշանակում սա, Աստծուն ծառայել եւ գումարին փողին չեք կարող։ Սրա համար ասում եմ ձեզ, հոգս մի անեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք, եւ ոչ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն ավելի է կերակուրիցը եւ մարմինը հագուստիցը։ Այո, սիրելիս, նրանք ավելի են, նրանք իրականում ավելի են։ Իսկ ամենամեծ մեղք աշխարհի մեջ նրանում է, երբ մարդը դիմակ է կրում, որի անունն է կեղծավոր դիմակ։ Երբ որ մարդը ինքը բաց է, նկատել եք մարդիկ իրենք չար են, եւ իրենց չարությունը բարձ քեզ ցույց են տալիս։ Իրենք չար են ու վերջ։ Իրենք դիմակ չեն կրում, բարի դիմակ կրելով չարությունը իրանց ներսից իրենց չի ուտում։ Ուղղակի երկրորդ խոսքից դու հասկանում ես այս մարդը չար է։ Ցույց է տալիս իր դեմքը, իրական դեմքը, մարդիկ, այսպիսի մարդիկ շատ կան։ Իսկ երբ որ մարդը հավատքի դիմակ է կրում, բայց նրա ներքո նա կեղծավոր է։ Աստծո առաջ եմ ես ասում, մարդիկ, ուխտավոր իր ուխտի մեջ պիտի լինի պարս, հավատարիմ։ Ինչ է նշանակում սա։ Ինձ ասում են, ինչու ես ամեն բան պատմում։ Ինչու ես ամեն բան պատմում այն հարցնող մարդկանց։ Ես ասում եմ, մի րոպե սիրելիս, նա հարցնում է, ասում է խափի, ճշմարտությունը մի ասա։ Ինձ են ասում, գիտեք սիրելներ, հասկանալով որ Աստծո ծառայ եմ, ծառայող եմ, ինձ ասում են, ինչու ասում են, խափի, ֆրացրու, ճիշտը մի ասա, թող ոչ մեկ ճիշտը չիմանա։ Սիրելիս, մի րոպե, եթե ինձ հարց են տալիս, եթե տալիս են, եթե չեն տալիս, ես հիմարաբարո չեմ նստում իմ կյանքը պատմում ինչ-որ մեկին, բայց եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է շատ խիստն օրինակ, թե որ կան գումար ունեմ ես իմ հաշվի համարում, եթե նրան հետաքրքրում է դա ու հարցնում են այնց, ես նրան պարզ ասում եմ, թող ինքը դիմանա, կամ ինչքան աշխատավարձ եմ ստանում, հիմա, ես մտածեմ, թե նա, չէ, ես մնում եմ պարզ, Աստծո առաջ ազատ եւ ճշմարիտ, թող այդ մարդը մտածի դրա մասին, եւ այսպիսի ուխտավորը իր ուխտի մեջ պիտի լինի պարզ, որն է պարզը երկկողմանի է սիրելիս, դու դիմացին էլ դու էլ պիտի հասկանաս, որ դու պիտի չչարաշահես քո ճանապարհները։ Զույգերի կարևոր բանը հավատարմությունն է։ Ուխտի մեջ ամենակարևորը հավատարմությունն է, երբ որ ամուսինները ամուսնանում են իրենց հետ զույգը, ամենաառաջնահերթը որն է, ամենամեծը որն է, որ այդ զույգերին կարող է ամբողջ մի կյանք երջանկությունով ապրեցնել։ Կարող ես ինձ ասել, սերը դա էլ է, բայց ամենակարևորը հավատարմությունն է, մարդիկ։ Մեկը մյուսի հանդեպ հավատարիմ լինելն է։ Սա նույնն էլ Աստծո հանդեպ է, առավել եւս մենք պիտի հավատարիմ լինենք։ Եբրայեցիս 13 գլուխ 5-ից 8 եմ կաշտում։ Վարքն առանց արծաթասիրության լինի, բավական համարեցեք այն, որ ձեռներումդ ունեք, որովհետև ինքն ասեց, ով ինքն Աստված ասեց, թե չեմ թողնի քեզ եւ երեսից չեմ գցի։ Այնպես որ համարձակ ենք ասելու Տերն է իմ օգնականը եւ ես չեմ վախենա, ինչ կարող է ինձ անել մարդը։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, որ Աստծո բանը խոսեցին ձեզ, նայեցեք դրանց վարմունքի վախճանին եւ նման եղեք նրանց հավատքին։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Նա չի փոխվում, մարդիկ։ Երբեք ոչ մի բան չի փոխվելու, ոչ խոսքից, ոչ Աստծո կամքից, ոչ Աստծո ուխտից, ուղղակի դու ես շատ փոփոխական։ Ամեն ինչը նույնն է, Հիսուսը նույնն է, եղել է միշտ նույնը։ Այսպիսի ուխտավորի պայվածքը ցույց է տալիս Աստծո հանդեպ չունեցած երկյուղ, պատվազրկում Սուրբ Հոգուն։ Երբ որ մենք այսպես մեզ պահում ենք, առաջինը կարող է մենք վիրավորում ենք ինչ-որ դիմացինին, բայց առաջնահերթ հիշեք, մենք պատվազրկում ենք Աստծո անունը։ Ինչու է, ասում է Աստվածաշունչը, ինչու է իմ անունը այսքան գետին ընկած, Աստված է ասում։ Ինչու։ Մենք հավատացյալ կսենք գետնահարել նրա անունը, որովհետև ասելով հավատացյալ ապրել ենք մի ողբարի կյանք, որ մարդիկ դիմացինից նայել են ասել են սա է այդ հավատացյալը եւ Աստծո անունը ինքնին մենք գցել ենք գետին, մարդիկ։
Պատվազրկում ենք Սուրբ Հոգուն, որը որ բնակվում է քո մեջ, ինչու, ինչ կարևորություն կա, որ մենք պիտի Սուրբ Հոգուն երբեք չպատվազրկենք։ Սա շատ կարևոր է։ Երկու խոնարհություն այն մեծ պատասխանատվություն է կրում քրիստոնյայի կյանքում։ Եթե Աստծո որդին խոնարհվեց, ասում եմ, ինչև խաչի մահ, ապա առավել ևս ես եւ դու։ Եթե առանց Աստծո երկյուղի ու բարկության մարդիկ, առանց երկյուղի ու բարկության Աստծո, մենք շատ շուտապուտ կխոտորվենք հավատքի ճանապարհներից, մենք շատ շուտապուտ կմոլորվենք այդ ճանապարհներից, եթե մեր մեջ չլինի երկյուղ։ Եվ Աստծո բարկությունը, դրա համար է, որ մեր կյանքում գալիս է Աստծո բարկությունը, որպեսզի մենք սթափվենք, մի հատ տեղը տեղին աճ եւ ձախ, դաղենք մեր դեմքներին եւ ասենք, ես ուր եմ ես գնում, ես ինչ հակառակության եմ ես գնում։ Այլևս այսպիսի մարդը չի կարող ճաշակել Սուրբ Հոգու ներկայությունը եւ զորությունը, ես ա բազում անգամներ եմ ասել։ Ինչու։ Եկեք մի բա օրինակ բերեմ Սամսոնին, ով էր Սամսոնը։ Ով էր Սամսոնը, մարդիկ։ Աստված Սամսոնի ծնողին հղիացրեց եւ ասեց դու ուխտավոր ես, նա ուխտավոր է դեռ քո արգանդի մեջ եւ ասում է Սուրբ Հոգին դրեց նրանում։ Եվ այս Սամսոն մարդը մեծացավ եւ այս Սամսոնը պիտի բնաջնջեր ամաղեկացիներին։ Եվ Սամսոնը իր Սուրբ Հոգու գերագույն ոժը կրում էր իր մազերի մեջ, որովհետև նրա մազերը ի ծնե կտրած չէին եղել։ Եվ այս Սամսոնը շատ սկսեց խաղալ կրակի հետ։ Երբ որ նրա պատմությունը կարդում եմ, ես զարուրում եմ, ասում եմ, քավ լիցի, որ երբևիցե մեկ մարդ կարողանա այսպես հավատացյալ Սամսոն խաղա։ Այո, հավատացյալ Սամսոն, ուխտավոր Սամսոն։ Եթե մարդիկ ուխտի հետ այսպես պիտի խաղան, ինչպես Սամսոնը, եւ նա փոխանակ որ իր Աստծո տրված ուխտը, որ նա պիտի ամաղեկին կներեք, ամաղեկին չէ, այն մյուս ազգը պիտի բնաջնջեր, եւ այս Սամսոնը ինչ էր անում։ Նա հրապուրված էր կանանցով, նա հրապուրված էր իր մարմնի կիշկերով, նա հրապուրված էր իր զորությունով, նա ի ցույցն էր դնում իր զորությունը, թե որքան զորավոր է նա, եւ խաղում էր Սուրբ Հոգու զորության հետ, մինչեւ որ մեկ օր այնքան Սամսոնը խաղաց, մինչև որ ասում է Սուրբ Հոգին նրանից հեռացավ, եւ այսպես մենք էլ ենք Սամսոններ։ Մենք այնքան ենք խաղում Աստծո կրակի հետ, որ մեկ օր էլ Սուրբ Հոգին մեզ հավերժ թողնում եւ հեռանում է։ Եվ այն ժամ կարող ես ասել այլևս քրիստոնեությունից քո քրիստոնյա լինելուց կներեք ոչինչ չի մնացել։ Կամ Սավուղը, ով էր Սավուղը։ Սամսոնը մարմնի կիշկերի համար ուխտը դրժեց Աստծո հետ։ Սավուղը հապաշտության եւ մարդկանցով փառավորվելու համար ուխտը դրժեց Աստծո հետ, ես դա քարոզել եմ, դա դու գիտես։ Սավուղը ինչու։ Ինչու Սավուղ փառավորվել մարդուց, բայց չփառավորել Աստծուն, ինչու։ Կարող ես լինել այսօր դու մեծն օրինակ Հիսուս Քրիստոսի նման, ով սիրեց իր հորը եւ ով սիրեց իր քեզ, դարձավ ուխտավոր եւ փորձվեց մի ամբողջ կյանք։ Այո, եկեք թողնենք Սավուղներին, եկեք թողնենք Սամսոններին, մենք ունենք մեկը, որին մենք կարող ենք նմանվել, մենք իրապես կարող ենք նմանվել։ Մարդիկ, ուխտավորի ճանապարհն է ճշմարտությունը, ուխտավորի ճշմարտությունն է, ուշադիր եղիր ճանապարհը, ճշմարիտ ճանապարհ Քրիստոսով, որի անունն է Հիսուս, ուխտավորի կյանքն է Հիսուս ինքը, հենց այն պահից սկսած, երբ որ դու քո բերանում արար այն ուխտը, երբ որ դու քո բերանում արար Տեր եւ Փրկիչ անունը, ապա դու սկսած երկրից արդեն Աստծո մեջ ուխտավոր ես։ Առաջին Տիմոթեոս 3-րդ գլուխ 14-16 Սա գրում եմ քեզ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ, իսկ եթե ուշանամ, որ գիտենաս, թե ինչպես պետք է Աստծո տան մեջ վարվել, այստեղ մեծն խորհուրդ կա, սիրելիս, ինչպես պետք է վարվել Աստծո տան մեջ, որ է կենդանի Աստծո եկեղեցի, սյուն եւ հաստատություն ճշմարտության, եւ հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը, Աստված հայտնվեցավ մարմնում
աշտարացավ հոգով, երևեցավ հրեշտակներին, քարոզվեցավ հետանոսներին, հավատացվեցավ աշխարհկումը եւ վերացավ փառքով եւ մենք հիմա սա կթվենք եւ կվերջացնեմ խոսքը շատ շուտով ես խոսքը կվերջացնեմ սիրելից աստվածապաշտության խորհուրդը աստվածապաշտությունը ինքը կրում է իր մեջ խորհուրդ եթե դու աստվածապաշտ ես ասում է Աստված հայտնվեց մարմնում ամենաառաջի խորհուրդը քո մեջ պիտի կրվի որ Աստված կրի որ Աստված հայտնվի քո մարմնում այսինքն Սուրբ Հոգի Դու քո մեջ տես, դու քեզ ինքդ հիմա հարց տուր, դու քո մեջ վերագրի, արդյոք Սուրբ Հոգին բնակվում է քեզանում։ Եթե բնակվում է, ապա դու պիտի ստությամբ չապրես։ Իսկ եթե ապրում ես ստությամբ, քո մեջ Սուրբ Հոգին չի բնակվում։ Բնականաբար Սուրբ Հոգին չի կարող այնպիսի մի տեղ բնակվել, որտեղ որ ստությունն է բնակվում, որտեղ որ սատանան է բնակվում։ Երկրորդը, աշտարացավ կամ աշտարացրիր նրան քո հոգովը։ Նա երբ որ ասում է Աստված աշտարացավ, դա նշանակում է որ դու Աստծո Սուրբ Հոգին աշտարացրեցիր քո հոգովը, այսինքն դու տեղիք տվեցիր Սուրբ Հոգուն, դու աշտարացրեցիր, դու կաշկանչեցիր, դու բնակություն հաստատեցիր քո ներսում քո հոգու մեջ Սուրբ Հոգուն։ Սա է խորհուրդը։ Երրորդը, երևեցավ հրեշտակներին, ինչ է նշանակում։ Հիսուս երևեցավ հրեշտակներին, այո, սիրելիս, եւ այսօր Դու էլ պիտի կարողանաս տեսանելի դառնալ հրեշտակների դաշտում, որն է սա։ Հրեշտակները քո 4 բոլորով բանակ են կազմում, երբ որ դու տեսանելի ես դառնում նրանց համար, ճանաչելի ես դառնում նրանց համար, դու հասկանում ես, երբ որ դու Աստծուն ճանաչում ես, սիրում, պաշտում եւ պահում ես նրա պատվիրանները, հրամայված են որոշակի հրեշտակներ քո կյանքը պաշտպանելու համար։ Չորրորդը, քարոզվեցավ հետանոսներին, ինչ ասում է Աստվածաշունչը, քարոզվեցավ հետանոսներին, ինչը, քո անսասան հավատքը, հավատացյալ քրիստոնյա եղբայրս քույրս, քարոզվեցավ հետանոսներին, ամեն մի հետանոս, որ տեսավ քո լույսը, ցանկացավ այն լույսին եւ այդ լույսին ցանկանալը հենց այն բարի քարոզությունն էր, որ դու կարողացար այդ մարդուն տալ։ Այո, քարոզվեցավ հետանոսներին Եվ քո ուխտի սուրբ ճանապարհը եւ քո լույսը պիտի փայլի ուխտավոր ամեն մի մարդկային էության առաջ։ Բայց երբ որ դու խամրած ես եւ ոչ մեկ քո վրա լույս չի տեսնում, դրա համար էլ մարդիկ լույսին չեն ցանկանում։ Հինգերորդը հավատացվեցավ աշխարհում։ Ինչն է սա։ Հիսուսը հավատացվեցավ աշխարհում, աշխարհը հավատաց նրան, քանզի որոշակի մարդիկ հավատացին նրան, եւ որն է սա, աշխարհը հավատաց նրան եւ քեզ էլ պիտի աշխարհը գոնե մի փոքր կարողանա հավատալ։ Դու պիտի այն ստեղծես, այն հավատքը դու մարդկային էության մեջ պիտի ստեղծես, որ այդ տվյալ մարդը կարողանա հավատա այն, ինչ դու խոսում ես, իսկ եթե ոչ, ապա այն դուրս կգա ինչպես որ դու բարբաջում ես եւ մարդն էլ քեզ այսպես պշլած նայում է, ասում է ինչ է խոսում այս մարդը։ Հավատացվեցավ։ Վեցերորդը վերածավ փառքով Հիսուս, ինչը նշանակում այն քեզ համար։ Եթե Հիսուս վերածավ փառքով, ապա ամեն մեկիս էլ տրված է ընդհանրապես սկսած ինձանից փառքով վերանալ այս աշխարհից։ Բայց որն է դա։ Վերջի ցիտն եմ կարդում եւ վերջացնում եմ Ֆիլիպեցիս։ Երրորդ գլուխ 7-ից 1։ 7-ից 11 կներեք։ Բայց ասում է, ինչ բան, որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանի ձրկվեց, ասում է Պողոս առաքյալը, եւ աղբ եմ համարում, սիրելիս, եւ աղբ եմ համարում զիբիլ, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ եւ ոչ թե իմ աշտարությունն ունենամ, որ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է։ Այն աշտարությունը, որ Աստվածանից է, հավատքով, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքին մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով, որպեսի մեռելների հարությանը հասնեմ։ Այս ամեն ինչի համար է պետք։ Ինչի մարդիկ։
Որպեսզի, ասում է, մեռելների հարությանը հասնե։ Այո, սիրելիս, սա մի ճանապարհ է, որ դու պիտի կտրես եւ պիտի անցնես եւ պիտի հասնես։ Դու չես կարող քեզից ետ վերադառնալ։ Դու չես կարող գալ դրախտային երկնային դռների դարբասների մոտ եւ քեզ Տեր ասի, դու այնտեղ մուտք, անգամ մուտքի իրավունք չունես։ Դու պիտի հասնես այն երկնային ճանապարհը, քեզ պիտի հասանելի դառնա։ Դու պիտի անցնես այն։ Դու պիտի հասնես, դու պիտի ժառանգես այն, հասկանում ես։ Իսկ հարց եմ տալիս, ում կնդիր, որ ընտրում ես Աստծո խոսքը, որ ընտրել ես Քրիստոսին, որ ընտրել ես Սուրբ Հոգուն, նայիր քո վիճակին, նայիր քո հավատքի վիճակին, նայիր քո հոգու վիճակին, նայիր քո մարդկային էության վիճակին, նայիր քո անձիդ վիճակին, հարց տուր ինքդ քեզ, ես ճշմարտապես ապրում եմ որպես հավատացյալ այս երկրի վրա։ Գոնե, ես իմ խիղճը հանգիստ քնում եմ, մարդիկ, ես կարող եմ մեծ ըմբարկություն ապրել, ես կարող եմ մարդկանց վրա բարկանալ, բայց այդ բարկությունը ճշմարտության բարկությունն է։ Ես կարող եմ այդ մարդկանց իմ կյանքից ջնջել վայրկյանների հաշիվ, այդ բարկությունը ճշմարտության բարկությունն է, որովհետև Տերն ասում է, բավ է նրանց քարոզես, նրանք խավարն ավելի շատ սիրեցին, քան լույսը։ Եվ այստեղ առաջանում է մեծ ըմբարկություն, ումի, որու համար եմ այսքան խոսել, որու համար է Տեր այսքան քարոզել, որ մարդկային էության մեջ անգամ մեկ նշույլ նշանակի չի փոխվել մինչև այսօր։ Եվ մինչև որ չփոխվի, նորից կրկնում եմ, երկնքի երկնային արկայությունը ոչ մեկս մարդիկ, սկսած ինձանից, ոչ մեկս չենք տեսնելու։ Բայց ես ուզում եմ, ի սրտանց ուզում եմ, որպեսզի ամեն մեկս, ում որ երբևիցե հասանելի եղել է Աստծո խոսքը, թե ինձանով քարոզված, թե Աստծով, թե ուրիշով, թե Աստվածաշնչով, որ այդ մարդը ինքը դարձի կա, որ այդ մարդը հասկանա, բաց թողնի ստության ոգին եւ ընդունի իր մեջ ճշմարտության ոգին, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ինչ որ մեկը թող ասի ամեն։ Ո
արջևդ գալիս և մտքերն տանջում օքիս թե արժան չեմ քեզ կանչելու գահի դարձ ծնքի գալու բայց քո որդու սուրբ այրոնը բարը խոսում և այդ այրան հավատքով ես քեզ եմ կանչում խնդրում եմ որ հոգիս լցնես կյանքի լույսով վախի տարվեմ միշտ ապրեմ ես քեզ հուսալով Հայր խնդրում եմ սրտիս աղոթքը լսի քո ողորմած գթած ձեռքը ինձ մեկնի թող որ հոգիս մխիթարվի քեզանով անցնեմ ջանքս քո սուրբ սիրուն հավատալով քո ողորմած գթած ձեռքը ինձ մեկնի թող որ հոգիս մխիթարվի քեզանով անցնեմ ջանքս քո սուրբ սիրուն հավատալով Վերջին աղոթքը սիրելիներ, ուզում եմ ամբողջ իմ հոգով և սրտով, որպեսզի մենք այսօր հասկանանք և քաղենք սիրելիս, քույր և եղբայր։ Հարգանքներս անկեղծ եմ ասում ամեն մեկիդ, որ դուք Քրիստոս ընդունած մարդ եք, որ դուք Քրիստոս հավատացող մարդ եք, որ դուք Քրիստոսին սիրող մարդ եք, բայց եթե Քրիստոսի ուխտը դրժող եք, ապա հավասարվեցիք աշխարհին։ Եվ իմ խորհուրդը, աստվածաշնչյան խորհուրդը սիրելիս թող լինի սա. եկեք մեր ուխտերը վճարենք Աստծուն։ Եկեք մեր ուխտերը տանք Աստծուն, որպեսզի առաջանա իմ եւ Աստծո մեջ երջանիկ փոխհարաբերություն, սուրբ փոխհարաբերություն։ Հասկանում ես մարդ, եթե կշտություն կա ընտանիքի անդամների մեջ, նրանք չեն կարող խաղաղ լինել։ Եթե կշտություն կա, անհավատարմություն կա զույգերի մեջ, նրանք չեն կարող երջանիկ լինել։ Այնտեղ կան վեճեր անդադար, ծեծկռտուքներ, կծոտումներ, սա նույնն էլ Աստծո մեջ է։ Հավատացյալ քույրս եղբայրս, եթե ուզում ես գշտումներ չունենալ Աստծո մեջ, եթե ուզում ես երջանիկ ապրես եւ հոգիդ փառավորվի Տիրոջ խաղաղության մեջ, ապա վճարիր նրան քո, չեմ ասում չխոստացված, քո խոստացված ուխտերդ։ Սա է ամենակարևորը, վճարիր այն Հիսուս Քրիստոսի թանկագին եւ սուրբ անունով։ Հայր, տալիս եմ ես քեզ փառքը, Տեր Հիսուս Քրիստոս, տալիս եմ ես քեզ պատիվը, Սուրբ Հոգի, զորությունը, գոհությունը, մեծությունը, հավիտյանս հավիտենից, ինչ որ մեկը թող ասի ամեն, թող փառավորվի իմ Սուրբ Հոգին, թող փառավորվի իմ Տեր Հիսուս Քրիստոսը միայն։ Ամեն։